Պարոն Նահապետյան, 3 հարց ունեմ, առաջինը արդեն որոշակիորեն քննարկվեց, մասնավորապես, որ ընդհանուր գործերը, որոնք որ ավարտին են հասվել 890-ը, միայն 617-ը կարճվել է, հարուցած քրեական վարույթներ, որ քննվել են, 617-ը կարճվել է, այսինքն բացարձակ մեծամասնությունը հարուցած վարույթների կարճվել է, եւ նաեւ դուք չգիտեք, թե հետագայում էլ այդ արդեն շատ սահմանափակ թվով վարույթները, որ հաստատվել են, ուղարկվել են դատարան, ինչ արդյունք են արձանագրել, բայց այս ամբողջ ընթացքում ինչ է ստացվում, որ հանրային քաղաքական դաշտում հնչեցվում է վարույթի առկայությունը, մեծ ռեզոնանս է առաջացնում, հետո հնարավոր է կարճվում է դրա մասին որևէ տեղեկատվություն չի ստացվում, այլ չեմ ասում, եթե իր վախճանն է արձանագրում արդեն դատարանում։ Երկրորդ հարցը վերաբերում է այն հանգամանքին, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ուղղված հանցագործություններ ընդամենը մեկ քրեական վարույթ ունեք այս համատեքստում, մինչդեռ ես որքանով հասկացա քննիչներ ունեք, ովքեր վերապատրաստվել են այս կոնկրետ այս ուղղությամբ եւ հաշվի առնելով թե ինչպիսի իրավիճակ է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, իսկապես զարմանալի է, որ ընդամենը մեկ քրեական վարույթ կա թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, ես կուզենայի հասկանալ սա ինչով է պայմանավորված։ Երրորդ հարցը վերաբերում է վերջերս Ինֆոկոմի կողմից հրապարակված մի հետաքննության, որտեղ արձանագրվում էր, որ խոշոր այսպես գործարարներ մաքսային արտոնություններ են ստանում, որից հետո գումարներ են մուծում կամ ԿՊ կուսակցությանը կամ Իմ քայլը հիմնադրամին։ Այդ հրապարակային կա, վստահ եմ, որ տեսել եք, ուզում եմ հասկանալ ինչ վերաբերմունք ունեք այս քննության մասով եւ արդյոք որևէ վարույթ հարուցվել է տվյալ հետաքննության առնչվող։ Շնորհակալ եմ, Տիկին Գրիգորյան, կարճված վարույթների մասով հարցադրմանը պատասխանեմ, նախ ասեմ, որ այս մասով առանցին հաղորդման մեջ մաս է հատկացված եւ հստակ նշված է, թե կարճված վարույթներից քանիսն են կարճվել արտարացման հիմքերով եւ քանիսն են կարճվել ոչ արտարացման հիմքերով, քանի որ մենք ունենք օրենսդրության բազմաթիվ իրավական հնարավորությունները, երբ որ նախաքննության ընթացքում հիմնավորվում է անձի կատարած հանցանքը, բայց ինչ-ինչ պատճառներով, օրինակ վաղեմիջյան ժամկետները անցնելու կամ գործուն զղջալու կամ այլ իրավական մեխանիզմների շնորհիվ վարույթն իրականացնող մարմինը իր հայեցողական կամ ոչ հայեցողական լիազորությունների տիրույթում որոշում է, որ քրեական վարույթը պետք է կարճվի։ Այսինքն ունենում ենք հաստատված հանցագործության դեպք, բայց այդ դեպքով օրենսդրական համապատասխան հիմնավորումների արդյունքում գործը դատարան չի ուղարկվում եւ այս մասով առանձին վիճակագրություն է նշվել եւ վստահեցնում եմ, որ կարճված վարույթների մեծ մասը կարճվել են հենց ոչ արտարացման հիմքերով։ Հաջորդը անդրադառնալով թմրամիջոցների քննության հետ կապված ձեր հարցադրմանը, պատասխանեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն չի զբաղվում թմրամիջոցների վերաբերյալ դեպքերի նախաքննությամբ եւ հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է բացառապես կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ նախաքննություն, հնարավոր է սուբյեկտով կամ այլ հանգամանքով պայմանավորված մեկ քրեական վարույթ, ես այս բանին չեմ կարող մտաբերել, թե որ քրեական վարույթի մասն է խոսքը, ինչ որ այլ հանգամանքով պայմանավորված նախաքննությունը հանձնարարվել կամ սուբյեկտով պայմանավորված, օրինակի համար այլ կառույցի աշխատակցի պաշտոնատար անձի մասով հանձնարարվել է հակակոռուպցիոն կոմիտեին եւ միայն այդ մի վարույթն է եղել։ Ինչ վերաբերում է վերապատրաստումներին, ապա վերապատրաստումները իրականացվել են ոչ թե թմրամիջոցների մասով, այլ թմրամիջոցների նաեւ զուգահեռ փողերի լվացման հանցագործությունների քննության մասով։ Փողերի լվացման հետ կապված մենք բազմաթիվ վարույթներ ունենք եւ այդ վարույթներով ճիշտ քննություն կազմակերպելու միջազգային համագործակցության եւ այլ նպատակներով բնականաբար կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ, նաեւ սեմինարներ, նաեւ միջազգային այցեր, այսինքն քննության այս կտորը վերաբերում է փողերի լվացմանը, այլ ոչ թե թմրամիջոցների դեմ պայքարին։ Արձագանք։ Երրորդ հարցի հետ կապված ես կոնկրետ դեպքի հանգամանքներ չքննարկեմ, Տիկին Գրիգորյան, բայց վստահեցնում եմ, որ եթե ունենում ենք տվյալներ հանցագործության վերաբերյալ, եթե ունենում ենք պատշաճ հաղորդում հանցագործության վերաբերյալ, իրավական ընթացակարգ սկսվում է եւ այդ իրավական ընթացակարգով համապատասխան դատավարական որոշումներ կայացվում են։ Շնորհակալություն։ Արձագանք։ Առաջին հարցի մասով
Պարոն Նահապետյան, ամեն դեպքում 890-ից 617-ը կարճվել է։ Հիմա ասում եք այդ կարճվածների մի մասը ոչ թե արդարացման հիմքով է, այլ իրավական այլ կանոնակարգերի բերումով ուղղակի կարճվել է։ Հիմա այսինքն ինչ է ստացվում, գործը հարուցվել է, այսինքն այնտեղ կոռուպցիա հայտնաբերում եք, բայց իրավական ինչ որ կարգավորումների բերումով գործը ուղղակի ոչնչանում է։ Ու պետությունը որևէ բան դրանից չի շահում։ Դե եթե դա նորմալ է, օքեյ։ Երկրորդը, ինչ վերաբերում է թմրանյութերին, իսկապես սա նաև, այո, պետք է այդ կառույցի քննության առարկա դառնա, որտեղ տեսեք, բազմաթիվ նաև մամուլում հրապարակումներ կան հազարավոր, այսպես կոչված նարկոշոփերի առկայության մասով։ Հենց այնպես օդից այդ ամեն ինչը ձևավորվում, ապարզա չէ, որ վստահաբար կան մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցով, եւ այդ փաստի հիման վրա այո, գործերը պետք է հարուցեն, համենայն դեպս կոնկրետ թմրանյութերի դեմ պայքարի մասով գոնե մեկ քննություն դուք եք արձանագրել ձեր զեկույցում։ Երրորդը, պարոն Նահապետյան, ես անկեղծ ասած չէի ակնկալում, որ դուք ընդհանրական ձևակերպումներ պետք է տաք, որ եթե լինի դեպքը մենք կքննենք եւ այլն, եթե լինի ով չի, ես ասում եմ կոնկրետ ինֆոկոմը քննություն է իրականացրել։ Եթե չեք տեսել այդ քննությունը, ես կարող եմ ձեզ փոխանցել, հույս ունենալով, որ հետագայում կարձագանքեք։ Շատ լավ, վերջի դեպքի մասին, որ խնդրեմ կփոխանցեք, այդ մասով մենք կարձագանքենք։ Թմրամիջոցների հետ կապված ես տեղյակ եմ, որ հազարավոր հավանաբար գործեր կան քննչական կոմիտեում քննվող, ես ասեցի ինչ պատճառով է հակակոռուպցիոն կոմիտեում մեկ քրեական վարույթ քննվել, քանի որ դա հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը վերապահված քրեական վարույթ չի հանդիսանում, թմրամիջոցների հետ կապված վարույթները, կարճված վարույթների հետ կապված Տիկին Գրիգորյան, ոչ թե կարճված վարույթները ուղղակի ոչնչացում են եւ դրանից պետությունը ոչ մի բան չի շահում, այլ ճիշտ հակառակը։ Եվ մենք ունենք հստակ օրենսդրական հիմքեր, ես նշեցի այդ հիմքերից մի քանիսը վաղեմության ժամկետներն են անցել, այսինքն ոչ արդարացնող հիմքեր կամ ընդունվել է օրինակի համար համաներման ակտ ժամանակին, այդ հիմքերի ուժով վարույթ իրականացնող մարմինը զրկված է, որպեսզի մեղադրական եզրակացությամբ գործը ուղարկվի դատարան։ Այն դեպքում, երբ որ անձը համաձայնվում է, ասում է իմ նկատմամբ ոչ արդարացման հիմքով որոշում կայացնեք։ Մենք այդ որոշումը կայացնելուց հետո ունենում ենք այլ իրավական ընթացակարգեր, օրինակի համար, եթե ունենք ապօրինի օտարված հողամաս, գույք եւ այլն, դա այս որոշումը մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնենք դատարան եւ այդ գույքերը բռնագանձենք համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ Այսինքն օգտագործել ոչնչացվել տերմինը այս վարույթների հետ կապված իրավական առումով տեղին չէ։